Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ, որոնց նպատակն էր ապահովել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, նշելով, որ կառավարությունը փախստականների ու տեղահանվածների համար կառուցել է 300,000 տուն եւ բնակարան։ Նրա խոսքով խնդիրներն էլ ավելի էին բարդանում, քանի որ Ադրբեջան էին ժամանել նաեւ Հայաստանից իբրև թե վտարված 300,000 էթնիկ ադրբեջանցի փախստականներ։ Հաջիևը հավելել է, որ այժմ հակամարտությունը հետևում է մնացել եւ Ադրբեջանը բախվել է նոր իրողությունների։ Ժողովուրդ ջան, ինքներդ լսեցիք, լրիվ թարմ նորություններ են։ Այս ամեն ինչը տեղի է ունեցել այսօր։ Ալիևի օգնականը հայտարարեց, որ ընտրությունների ավարտին են սպասում, որպեսզի Հայաստանում սահմանադրությունը փոփոխեն իրենց պահանջներին համապատասխանեցնեն, որտեղ նաև անկախության հետ կապված դրույթներ կա, որ պետք է հանվեն։ Դրանից հետո կսկսվի 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու ծրագիրը։ Ուղղակի այս պահին ամեն ինչ արվում է մեղմ տարբերակով, խոսույթներով, սրանց ագրեսիան էլ հենց նաև պայմանավորված է այս ամենով, որովհետև ունեն պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարեն։ Ու դրանից հետո արդեն դուք կտեսնեք ինչ է կատարվելու Հայաստանում։ Իրենց էլ հաջորդ ընտրություններ հետաքրքիր չեն։ Դուք պատկերացրեք Հայաստանում ինչ կարող է կատարել մի իշխանություն, որը գիտի, որ էլ իրեն ընտրություն ու ժողովրդի կարծիք հետաքրքիր չի։ Դա մեկ, երկրորդն էլ նայեք հաջորդ տեսանյութը, թե իրենք ինչ էին ասում Արցախի հետ կապված ու ինչ եղավ։ Ու ինքներդ եզրակացրեք։ Այսքանից հետո արժե հավատալ մի մարդու, ով անընդհատ ստում է։ Ղարաբաղը պահողն էին, մենք է Ղարաբաղը հանձնողն ենք։ Մենք կենտրոնացնելու ենք, համախմբելու ենք մեր ժողովրդական եւ ազգային ներուժը Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Եվ ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր կառավարության կողքին, թող ամուր կանգնի մեր դաշինքի կողքին։